Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի նիստի աշխատանքները, օրակարգի նախագծի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ չկան, ըստ այդմ օրակարգը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգը հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտողություններ չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, հարգելի գործընկերներ, 3 գրավոր ընթացակարգով, քանի որ նիստը հետաձգված էր, մենք ընդունել ենք առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը եւ հաշվի առնելով հարցի մասշտաբը եւ կարեւորությունը, ես կարեւոր եմ համարում, որ նիստի ընթացքում մի հատ էլ անցնենք մեր ընթացիկ իրավիճակի եւ առաջիկա ճանապարհային քարտեզի վրայով հասկանալու համար, թե ուր ենք հասել եւ ինչպես ենք առաջ շարժվելու։ Հիմա 3 տիկին Ավանեսյան, մենք ընդունեցինք ինչը, ինչ որոշում ինչի մասին։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, մենք 3 գրավոր քվեարկությամբ հաստատեցինք ամբողջական փաթեթ օրենսդրական, որի մեջ ներառված է եղել առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը եւ հարակից օրենքների նախագծերը։ Եվ ըստ էության նախագծերը արդեն ուղարկվել են ազգային ժողով, նշեմ, որ նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա, պարոն վարչապետ, 3 տարի նաև ազգային ժողովի մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ ենք աշխատել եւ այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է եւ ըստ էության մենք ունենք կոնսենսուս համաձայնեցված նախագիծ, որը իհարկե ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել։ Եթե թույլ տաք ներկայացնեմ։ Հիմա կասեմ, հարգելի գործընկերներ, ուրեմն այստեղ երկու խնդիր կա, հա, այդ անհետաձգելիության հետ կապված մենք քննարկում ենք ունեցել, որ ինչքանով է ճիշտ անհետաձգելիով անել, բայց ըստ էության անհետաձգելի մասին խոսք չկա, որովհետև իրոք վերջին տարիներին մենք անդադ քննարկում ենք, մենակ վերջին ամիսներին, եթե ճիշտ հաշվենք 5-6 քննարկում եղել է իմ մասնակցությամբ խորհրդանական գործընկերներին հրավիրել ենք։ Հիմա խորհրդանում կան падգամավորներ, ովքեր sense չեն մասնակցում այդ քննարկումներին։ Հիմա այդ ֆորմալ ընթացակարգերի, ոչ թե ֆորմալ ընթացակարգերի, այլ մենք մեր քաղաքական process-ները պետքա տանենք առաջ։ Հիմա նաև ուզում եմ ասել, որ այդ նկատառումով նաև ընկալում ա եղել, որ գուցե հունվարի 1-ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից, ես կողմ չեմ դրան։ Ընդ որում նկատառումն այն է, որ պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ցանկացած չկա տենց պրոբլեմ, որ չգնա եւ պրոբլեմի չհանդիպի։ Բարեփոխումը մեկնարկում է այդ կետից, երբ որ ինքը իրական կյանքում գնում իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ մեկ էլ մենք այնպիսի մի բան ենք անելու, որը տենց առաջին վարքյաններից նենց սահուն ամեն ինչ գնալու է, որ մենք դա չենք նկատելու։ Չի լինում տենց բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։ Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով, որ վայ, այսինքն եւ այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է, որովհետեւ առնվազն իմ հիշելով 2 անգամ մենք հետաձգել ենք, այսինքն որոշում ենք ունեցել 2025-ի հունվարի 1-ից դա անել, հետաձգել ենք, որոշում ենք ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ից դա անենք, հետաձգել ենք, եւ դրա համար է դառել անհետաձգելի, ել չենք կարա հետաձգենք։ Եվ ես ուզում եմ, որ մենք անդադ բան ենք անում, սովորաբար ինչ ենք անում։ Սովորաբար խոսում ենք եւ դա ինչ որ առումով բնական է, խոսում ենք համակարգի առավելությունների մասին, հետո կյանքում ի հայտ են գալիս խնդիրներ, եկեք առավելությունները պարզ են, ես գլխից խոսենք խնդիրների մասին, առավելությունները իրանք ցույց կտան։
որտեվ էլ եմ ասում, շատ པարզ բաներ կա, շատ կարևոր է միջև մի էլի որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու, սա ընդհանրապես առաջին փուլն է եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն, որովհետև դա էլ է կյանքից վերցրած, որովհետև մարդը ասում է, որ օրինակ պետությունից տալիս է դեղ։ Ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ, որովհետև ես դա եմ ուզում։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այդ դեղը կա, դրանից ավելի էժան դեղեր կան, դրանից ավելի թանկ դեղեր կան, ով որը ուզում է նախընտրում է, չնայած կարող է սխալ բան ասցի, էժանի պահը երևի սխալ ասցի, հա, դրանից վերև։ Պարոն վարչապետ, մենք ցանկնել ունենք ամեն դեղի համար փոխհատուցման միջին գին ենք հաշվել եւ այդքան ենք փոխհատուցելու եւ ձեր ասած տարբերակով մենք դեղանյութն ենք, չէ՞, որ մենք ոչ թե դեղի ֆիրման ենք, ասում ենք, ես ինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետեւ ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական եւ այլն։ Մենք արտադրողի հետ չենք, մենք դեղանյութը, որովհետեւ բնության մեջ սկզբունքորեն անալգինը։ Ինչպես թթվածինը, ջրածինը, չնայած չգիտեմ, երևի ինչ որ նրբություններ կան։ Քիմիական անվանումն է, այո, շատ ճիշտ եք ասում, եւ մենք առաջնորդվում ենք քիմիական անվանումներով, բայց մենք նաեւ հաշվարկ ենք արել, բոլոր հնարավոր Հայաստանում բրենդային անուններն էլ ենք ցանկավորել, եւ ինչպես ասեցիք, մեր փոխհատուցման գնից ավել արժեցող դեղերը քաղաքացին եւս կարողանալու է ձեռք բերել համավճար իրականացնելով։ Շատ լավ, Տիկին Ավանեսյան, հունվարի 1-ն է, նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին եւ վատ են զգացել։ Ինչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի։ Նախորդ ենք տալիս, որ նոր տարուն էլ ուտենք քիչ, առողջարար եք խորտ տալիս տարվա համար։ Այո։ Պարոն վարչապետ, առաջին քայլը լինելու է նախ տարբերակենք երկու խումբ քաղաքացիներ ունենք։ Այն քաղաքացիները, ում համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, եւ նրանք են մինչեւ 18 տարեկանները, 65+ տարեկանները եւ 18-ից 65 հաշմանդամության կարգ եւ սոցանապահության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք ռեգիստրում ներառված այդ բոլոր ճշտումները անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան շատ տարբեր ձևերով, որովհետև մենք ունենք նաև տարիքային անհատապես անվանապես։ Այո, անհատապես անվանապես մարդը իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է որպես ընդգրկվել։ Համաձայնությունը տալով արդեն կդառնա ապահովության։ Ինչ էլեկտրոնային հավելված։ Մենք ունենք Արմետ հավելվածը, պարոն վարչապետ, որը 700,000 հոգի իր հեռախոսում ունի այս պահին էլ։ Բայց ունենք Բայց հիմա ես օրինակ չունեմ, ինչ պետք է անեմ։ Երևի կոവിഡ്ից հետո ջնջել եք, շատ հեշտ կարող եք նորից հետ բերել։ Հավելվածից բացի կա նաև Այո, բոլորը ունեն։
Չունենք հավելվածը, ունենք էլեկտրոնային համակարգչով կարող ենք։ Դա էլ չունենք, մեր ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը այդ գործը մեր փոխարեն կիրականացնի, որտեղ մենք սա էլ ենք հասկանում, որ գուցե մեծ ներողություն, հիմա նրանք ովքեր չունեն իմ նման այդ հավելվածը, դիմում են իրենց այսինքն սովորական կարանք ներբեռնենք սովորական կարգով։ Ոնց է կոչվում հավելվածը, ինչ կընտրենք։ Արմեդ։ Այո։ Շատ լավ։ Եվ մենք նաև մեր պոլիկլինիկայի եւ ամբուլատորիաների բուժ աշխատողները մեծահասակներին կզանգահարեն, կտեղեկացնեն եւ իրենք այդ գործը կաջակցեն, որպեսզի մենք ամբողջությամբ ավարտենք։ Գրանցվելուց հետո, ներառվելուց հետո, պարոն վարչապետ, ունենք էլի երկու տարբերակ։ Եթե մարդը անհապաղ վատ է զգացել իրեն, շարունակում է դիմել։ Գնահարեսան, եկեք հունվար իրենքին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է։ Ու այնքան վատ ազգում, որ բժշկի կարիք ունի։ Ինչ անելու։ Հավելվածն է քաշել է։ Զանգում է շտապօգնություն։ Շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը։ Եթե գրանցում ենք շտապօգնության կանչ, շտապօգնությունը կգա, նրան կտեղափոխի հիվանդանոց։ Հիվանդանոց հասնելուն պես, քանի որ սա ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ է կերե կամ խմե, ապահովագրությունը դրա այդ գործ չունի։ Չէ, եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի, բայց պարոն վարչապետ, հետագայում մենք հիշում եք բոնուսներ ենք սահմանել այդ քիչ ուտելու, այսինքն քրոնիկ շատ խմողների, շատ ծխողների համար, որ բոնուս մալուս համակարգ գործելու է, անպայման։ Բայց հիմա չէ։ Հիմա մենք որովհետև դեռ չգիտենք ով է շատ ծխում, ով է շատ խմում, դա հետագայում կիմանա։ Հիմա եւ շտապօգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը, բուժօգնությունը։ Կարիք կլինի, չգիտեմ, վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, եւս այդ հատվածը ապահովագրությունը կփակի։ Բայց եթե նրան Ուղղություն եմ խնդրում։ Հիմա միջև շտապօգնություն գնալու պահը այդ հասկանալի է, շտապօգնությունից դեպի հիվանդանոցային ծառայություն այդ հատվածում շատ են լինում մահազանգեր, միջև հիմա մարդիկ այսօր անում են, նամակներ են ստանում, ես ձեզ նաև բան եմ անում, վերահասցեագրում եմ, որ ասում են դե ով կա հարազատներից, թող գա մի հատ տենանք ստե վճարումների բանի հարց կա եւ այլն եւ այլն։ Հիմա եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանում ենք երաշխավորված ասել, եթե ծածկույթ, մենք ասում ենք, որ երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Եթե ծածկույթը եւ ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է ձեր ասած համավճարի կտորը, որը եւս պարզ սահմանված է լինելու։ Եթե, պարոն վարչապետ, անձը իր վիճակին համահունչ ցուցումը չունի, բայց ուզում է ստանալ բուժօգնությունը, սա էլ պետք է նշենք։ Լինում են դեպքեր, երբ որ մարդը գալիս է էմերջենսիում ասում են դուք այս ծառայության կարիքը ցուցումը չունեք։ Պիտի հանձնեք որոշակի անալիզներ, օրինակ եմ բերում, եւ պիտի գնաք ձեր պոլիկլինիկայում, հանձնեք դրանք։ Պոլիկլինիկայում դրանք կլինեն փոխհատուցվող, բայց եթե անձը ուզում է ստանալ դա հիվանդանոցում, արդեն դա ծածկույթի մեջ չի եւ այո, նա պետք է վճարի այդ ծառայության։ Ներողություն եմ խնդրում, այդ հավելվածի մեջ մարդը ուղղակի սովորական մենք ինքը կարողանալու է բովանդակության հետ հաղորդակցի, որ ինքը իմանա, այսօր ինքը չունի որևէ առողջապահական ծառայության կարիք, հույս ունենանք չի էլ ունենա, բայց ինքը կարող է նայել, որպեսզի այնտեղ լինելու է բովանդակություն կամ թարմացվող է լինելու, տեղեկատվական պորտալ լինելու է, որ կարող են նորություններ լինել, փոփոխություններ լինել եւ այլն, որ այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ հաղորդակցվեն։ Անպայման, պարոն վարչապետ, եւ մենք ունենալու ենք հենց հավելվածում ցանկը ծառայությունների, վիճակների փոխհատուցման գները եւ մեր նպատակն է, որ այդ շփումը, համագործակցությունը անընդհատյա լինի։ Քաղաքացին օրինակ ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան հետազոտությունների, պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։
Դրանից հետո, եթե անձը չի գնացել օրինակ ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածուկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես եւ նորից կներառվես։ Այսինքն այս հաղորդակցությունը մենք պիտի ապահովենք հավելվածի միջոցով անպայման։ Իսկ դա նշանակում է, որ 26 թվականին բոլոր մարդիկ պետք է անցնեն այդ բանը։ Ոչ, պարոն վարչապետ, մենք սրա մասով էլ սկսում ենք 26-ից, բայց ելի պարտադիրության կետը դրել ենք, երբ որ ամբողջական արդեն համակարգը 28 թվականին ներդրված կլինի, որտեղ հետազոտություններն էլ սկրինինգային ծրագրերն էլ ունեն ժամանակագրություն եւ օրինակ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը ամեն 2 տարին մեկ պիտի անցնի անձը։ Մենք այդ ալգորիթմները պիտի ներառում ենք մեր հավելվածում, որ անձի համար հասկանալի լինի ըստ տարիքի եւ ըստ սեռի առանձնացվի իրեն անհրաժեշտ այս պլանային հետազոտություններն ու սկրինինգները։ Տիկին Ավանեսյան, ձեզ լսելով ես հիմա կարծում եմ, որ օրինակ հնարավոր աղմուկի պատճառ կարող են դառնալ այդ իրավիճակ, երբ որ բուժառուի եւ բուժհաստատության միջև լինի հակասություն, թե մարդը այդ պահին ինչ ծառայության կարիք ունի, որովհետեւ կարան լինեն դեպքեր, որ մարդը ասի, չէ, ես այնքան վատ եմ, որ պետքա հիվանդանոց պարկեմ, եթե ուղղ ասենք, իսկ բուժ առողջապահական հիմնարկ տեսականորեն եմ ասում, ասի, որ չէ, դու մանավանդ եթե մենք վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ենք ունենալու, իսկ մենք պետքա դա ունենանք, որ ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը ունեն։ Այս հատվածը պետքա հասկանանք ոնց ենք կառավարում, որ փաստահենք լինի այդ որոշումները, որպեսզի մարդիկ այդ բանի անարդարության զգացում չունենան եւ չարաշահումների տեղերն էլ մենք բան անենք, փակենք, որովհետեւ շատ դեպքերում մենք ոլորտում չարաշահումների ինչ օրինակներ ենք տեսնում, որ կամ մարդկանց անունները գրած է ծառայությունների դիմաց վճարումներ ակնկալված են կառավարությունից, բայց կամ ծառայությունը չի մատուցված, կամ ծառայությունը մատուցված է այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար, ինչը էլի նշանակում է, որ չի մատուցված, կամ փոքր ծառայություն իրոք մատուցված է, բայց կողքից 15 ուրիշ բան է գրել, ուրիշ բան է գրվել։ Այս ամենամեծ ռիսկն է, այդ թվում այսօր, նախորդող շրջանում, հա մենք էլի դեպքեր գիտենք, որ բացահայտվում են, բայց մենք բացահայտումից երջանիկ չենք։ Մեզ պետքա, որ մենք համակարգ ունենանք, որպեսզի դա կանխարգելվի։ Այո, վարչապետ, եւ ըստ էության սա էլ գործելակարգերի թվային լինելու եւ այդ քայլաշարերը պարզ թե բժշկական կենտրոնի համար եւ թե ապահովագրական հիմնադրամի համար պետք է փոխհամաձայնեցված լինի, որ ինչպես ասում եք, մենք անհասկացողությունների հնարավորինս քիչ ծավալ ունենանք։ Մենք առաջին հենց սկզբից ունենալու ենք զանգերի կենտրոն եւ ես ասում եմ զանգերի կենտրոն, բայց դա լինելու է թե հավելվածի միջոցով այսօր բոլորիս հայտնի հարցեր ուղղելու բոտերի մենք բան ենք անելու, ունենալու ենք հնարավորությունը, որ մարդիկ իրենց հարցերը ուղղեն, արագ պատասխան ստանան եւ ունենալու ենք բողոքները քննող որոշակի հիմնադրամում հանձնաժողով, որը արագ կերպով այս հարցերը լուծելու է, որպեսզի չունենանք գնան դատարաններ եւ այլն եւ այլն։ Հիմա ձեր ասած մի նախադասության վերաբերյալ մենք հիմա ստեղծել ենք կամ ունենք ըմբռնում, որ առողջության ապահովագրության մեկնարկի կետից մենք թղթի շարժ չենք ունենալու։ Մեր ամբողջ շարժը լինելու է թվային։ Վարչապետ, առաջին փուլի մեկնարկից չէ, չեմ կարող նման պնդում անել, մենք այդ ճանապարհն ենք, մենք մեզ համար դրել ենք, որ այդ 28 թվականին ձեր ասած պիտի այլևս թղթային որևէ բան չունենանք։ Այսինքն եթե նույնիսկ 26 թվականի հուլիսի 1-ին անեինք, մենք այլի թղթայինով էինք սկսել։ Որովհետև սա միայն ինքը առանձին օղակել չեն կարող դիտարկել, մարդիկ մեր համակարգի հետ շփվում են նաև այլ համակարգերի հետ կապված եւ այս առումով էլ ինչպես օրինակ անաշխատունակության թերթիկը մենք արդեն հասանք այդ կետին, որ ամբողջ թվային է եւ այդտեղ ներառված են մի քանի գործընկերներ։ Հիմա այդ ինչով է կարևոր, այդ իմ նախորդ ասացի կոնտեքստում, որ երբ որ մարդը մուտք գործեց առողջապահության առաջնային
օղակ, այսինքն պոլիկլինիկա մտավ, թվային համակարգը մեզ հնարավորություն է տալիս, որ ժամով տեղով ֆիքսենք, որովհետև հետագայում այդ չարաշահումները, որ արվում են, ամսաթվեր են գրվում, ժամեր են գրվում եւ այլն, որը հետահայաց էլ հնարավոր չի ստուգել, որովհետև թուղթը այնտեղ դրած է, մենք չենք կարող ստուգենք, այս թուղթը ժամը 10-ին ստեղ դրվեց, ամսի 10-ին ստեղ դրվեց, թե բոլորովին ուրիշ ամսաթվի։ Թվայինի դեպքում մարդը երբ մտավ, երբ դիմեց, հետազոտությունը երբ արվեց, ախտորոշումը երբ արվեց, ուղեգրումը երբ արվեց, ժամերով, տեղերով եւ այլն, այդտեղ չարաշահումներ իհարկե հնարավոր են, բայց այդ չարաշահման ապացուցման բազան հենց իր հետ զուգահեռ ձևավորվում է եւ շատ մեծ ռիսկեր դրանով իսկ կառավարվում են։ Դա պետք է լինի մեր առաջնահերթ խնդիրներից մեկը։ Պարոն վարչապետ, ես ասեմ, որ օրինակ շտապօգնության մասով, տեսեք, առաջ բժիշկը գնում էր, թղթով լրացնում էր մարդու վիճակը եւ այլն, հետ էր գալիս ու սկսում էր այդ ինֆորմացիան տեղափոխել էլեկտրոնային դաշտ, բայց արդյոք սա թվային տվյալ է, իհարկե ոչ։ Հիմա մենք արդեն հասել ենք նրան, որ բժիշկը գնում է պլանշետով, այդ րոպեին է իրականացնում պլանշետի մեջ ամբողջական գործողությունները, չկա թուղթ որևէ։ Եթե ունենք ինտերնետի խնդիր, օրինակ Խոսրովի անտառում է գտնվում կանչի հետ կապված, մենք այդ դեպքն էինք քննարկում, համակարգը թույլ է տալիս, որ ինքը պլանշետի մեջ իրականացնի իր գործողությունները, ժամը ֆիքսվում է, հետո հենց ինտերնետին հասանելություն ունենում է, արդեն տվյալները փոխանցվում են հենց այն ժամանակի նշումով, երբ որ արվել է։ Այսինքն ձեր ասած տրամաբանությունը մենք ամբողջական այս պահին չունենք, բայց հատվածական լրացնելով 28 թվին ամբողջությամբ կունենանք։ Շատ լավ, այդ մարդը շտապօգնությունից պետք է արդեն անցում կատարի հիվանդանոցային ծառայություն, այդ անցման շրջանը այս համակարգով ինքնաբերաբար է տեղի ունենում, չէ՞, այսինքն պարզավոր փաստաթղթավորում կարվի, բայց մարդու համար այդտեղ ինքը որևէ լրացուցիչ գործողություն մարդը լրացուցիչ գործողության հետ առնչվում է իր կողմից։ Ոչ, չի առնչվում, արդեն շտապօգնության կայանից այդ ինֆորմացիան պիտի հասանելի լինի բժշկական կենտրոնին, որովհետև ամեն ինչ Արմեդի մեջ է արվում, այսինքն մենք ամբողջ շղթան պատմությունը Արմեդի մեջ կուտակելով գնում ենք։ Հիվանդանոցը նախորդ շտապօգնության ինֆորմացիան տեսնելով շարունակում է իր գործողությունները եւ ըստ էության արդեն այդ հատվածի մասով ենք մենք տեղեկատվությունը ունենում։ Տիկին Ավասյան, եթե մարդը առնչվեց մի իրադրության, երբ որ ինքը պետքա համավճար, այսինքն ապահովագրության ծածկույթի մեջ, հա։ Այո։ Բայց պետքա համավճարի տրամաբանությամբ է գործում։ Մեր համակարգը ոնց է գործել։ Մարդը սկզբից պետքա վճարի նոր ծառայությունը ստանա, թե ծառայությունը ստանա նոր վճարի։ Պարոն վարչապետ, դեպքերը կարող են տարբեր լինել։ Եթե դա օրինակ լաբորատոր գործիքային հետազոտություն է, այո, այդ պահին պետք է գուցե վճարումները ամբողջ անի, որպեսզի ստանա ծառայություն։ Եթե դա հիվանդանոցային դեպք է, ապա ոչ, հիվանդանոցային դեպքը ավարտվելուց հետո վճարումները պետք է անի, նոր դուրս գրվի։ Իսկ հիմա այդ լաբորատոր ծառայությունների համար մենք երբ ենք բացառելու կանխիկ վճարումը այն տրամաբանությամբ, որ կանխիկ վճարումը նաև տերմինալների միջոցով վճարում, այսինքն տերմինալի միջոցով վճարումը անկանխիկ վճարում չի։ Անկանխիկ վճարումը կամ քարտով կամ հեռախոսի հավելվածով։ Մնացած բոլոր վճարումները մենք պետք է համարենք կանխիկ, որովհետև երբ որ մարդը վճարելիս փողի կպնում է թղթի, դա կանխիկ վճարում է, կապ չունի ում է տալիս, ինչ տարբերություն մարդու է տալիս, թե ապարատի։ Էդ էլ ես ուզում եմ վերադառնանք, որովհետև երբ որ մենք այն ժամանակ անկանխիկի մասին մտածում էինք, հետո պարզվեց իրականացրել ենք, բայց մեր պետական մարմինները հասկացել են, որ օրինակ բանը տերմինալը բանը անկանխիկ է։ Անկանխիկն է, որ մարդը թղթի չի կպնում, այդ վճարեց, երբ որ բանի ինչ էր անունը դրա թղթադրամի կպնում է, ուրեմն այդ կանխիկ վճարում է։ Անկանխիկն է, որ կամ հավելվածից ցա վճարում կամ կարճ ասած թղթի չի կպնում ինքը, երբ որ թղթի կպավ այդ կանխիկ վճարումը։ Պարոն վարչապետ, ազգային ժողովի մեր գործընկերները Ծովինար Վարդանյանի նախաձեռնությամբ
նախագծը արդեն շրջանառել են, հիմա աշխատում ենք միասին, պիտի որ արդեն ավարտական փուլում լինի, ես հուսով եմ, որ առաջիկայում այդ նախագիծը եւս կմտնի։ Այստեղ երկու հարց պիտի լուծենք, մեկը որ այո տերմինալները ըստ էության եւս դուրս գան բժշկական կենտրոններից, որ վճարումը լինի կամ post տերմինալով, եւ երկրորդը պարոն վարչապետ, տեղեկատվական կապը վճարման եւ Արմետ համակարգի բժշկական կենտրոններում, այսինքն բժշկական կենտրոնում վճարումը իրականացնելու անկախ նրանից համավճարի համար է, այլ վճարովի ծառայությունների համար, մենք պետք է հասնենք նրան, որպեսզի Արմեդում մենք ամբողջական տվյալներ ունենանք մեր պացիենտների վերաբերյալ։ Հիմա հենց դրա հետ կապված մարդը բուժվեց, եկավ դուրս գրվեց եւ եկավ էլ իր հավելվածը բացեց։ Իր հավելվածում ինֆորմացիան լինելու է, թե ինքը ուր գնաց, որ ժամին, ինչ ծառայություն ստացավ, ինչքան վճարվեց այդ ծառայության համար, որ մասի համար վճարվեց հիմնադրամի կողմից, որ մասն է ինքը կանխիկ վճարը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ոչ թե հետո է իմանալու, այլ ընթացքն էլ մենք հաղորդագրություններով տեղեկացնում ենք։ Այսօր էլ եթե այցը գրանցվեց, մտար պոլիկլինիկա, հաղորդագրություն է գալիս, որ քո անունով այց գրանցվեց։ Հաջորդիվ ծառայությունը այցից վճարումները երևում են այդ հաղորդագրության մեջ է, որ քո այս ծառայության համար էական չով է վճարել։ Վճարեց կամ բանը վճարեց առողջապահության նախարարությունը վճարեց կամ ինքը անձամբ վճարեց կամ հարևանն է վճարել կամ հարազատն է վճարել։ Դա հիմա երևում է հավելվածում։ Այս պահին երևում է միայն պետական պատվերի կամ ապահովագրության կտորը, որ այո երևում է եւ երևալու է։ Մենք պետք է հետագայում որևէ շարժ պետք է ամբողջը պետք է երևա։ Հիմա հենց մեր խնդիրը դրանումն է, որ վճարովին էլ ամբողջական Արմեդով լինի, որ այո այդ կտորն էլ Արմեդ հավելվածում երևա։ Ինչ ծառայություն է ստացել, դրա դիմաց ով ինչքան է փոխհատուցել։ Դե այդ կետերը փոխկապակցված են, երբ որ լինի անկանխիկ, երբ որ լինի թափանցիկ, երբ որ մենք բացառենք այլ շրջանառությունները, այդ ժամանակ նաև հետագծելիությունը ամբողջությամբ կերևա։ Հիմա որ նախորդ անգամ էլ չանդրադարձանք մեր աշխատանքային հանդիպման ժամանակ, կառավարելու է հիմնադրամն է կառավարելու համակարգը։ Եվ ոնց է ձևավորվելու հիմնադրամը այսօրվա մեր փաթեթով, ինչ ժամկետներով, ինչ սկզբունքով եւ ինչ հիմունքով եւ հետագա զարգացումները ինչ ուղղությամբ են գնալու։ Պարոն վարչապետ, նաև հասկանալով այս հիմնադրամի վրա դրված այս շատ կարևոր հանձնառությունը եւ թե որակյալ բարձրակարգ մասնագետների ներգրավումը եւ կառավարումը լավագույն ստանդարտներով ապահովելու համար մենք փաթեթի մեջ ներառել ենք այս հետեւյալ աշխատակարգը։ Ուրեմն 3 ամիս ժամկետով կձևավորվի ժամանակավոր հոգաբարձուների խորհուրդ եւ կառավարում, այդ 3 ամսվա ընթացքում ձեր գլխավորությամբ եւ մեր գործընկերների համատեղ մրցույթային հանձնաժողովը կձևավորի արդեն հիմնական հոգաբարձուների խորհուրդը եւ տնօրենը կնշանակվի արդեն նոր աշխատակարգին համաձայն։ Մենք այս ձևաչափով նախ անընդհատությունը հիմա կապահովենք, որ մենք նախապատրաստական աշխատանքները սկսենք իրականացնել եւ նաեւ մրցույթային հանձնաժողովը ժամանակ ունենա այդ գործընթացը ապահովելու համար։ Հիմա ուրեմն արդեն ասացիք, որ մինչև 18 տարեկանները 65 եւ բարձր 65 եւ, չէ՞, այսինքն 65 լրացած։ Այո։ 65 լրացած բոլոր անձանց համար վճարումները եւ 18-ից 65 տարեկան որոշակի սոցիալական խմբերի մարդկանց համար վճարումները կիրականացվեն պետական բյուջեից։ Մյուս հատվածը վերաբերում է 200,000 դրամ ներառյալ հարկերը եւ բարձր աշխատավարձ ստացողները, որոնք ամեն ամիս պետք է վճարեն 10,800 դրամ նախագծով այդ 10,800 դրամ։ Հիմա էդ էլ ասենք, որ մենք նաև փաթեթով այդ փոփոխությունը արեցինք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված գումարների որոշակի մինչև որ աշխատավարձը մինչև 1 միլիոն է։ Այո, մինչև 1 միլիոնը համահարթեցնում ենք 1000 դրամ եւ բոլորի
այն ավել գումարները, որ նախքին 5 տարիներին, նախորդ 5 տարիներին քաղաքացիները վճարում էին, ամբողջը վերաուղում ենք առողջապահության ապահովագրությանը։ Կան աշխատավարձի սեգմենտներ, որոնց համար այս փոփոխության արդյունքով 10800 ամբողջությամբ ծածկվում է։ Պարոն վարչապետ, ըստ էության սեգմենտները այսպես են դասավորվում, որ մինչև 200,000-ից մինչև 500,000 դրամ ստացողների համար այնտեղ մնում է 300 դրամի պարտավորություն։ Կներեք։ Հիմա ձեր ասած մարդիկ հիմա 200,000-ից, հա? 200,000-ից մինչև 500,000 դրամ ստացող Ինչքան են հիմա իրանք վճարում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Նրանք վճարում են 5,500 դրամ, շարունակելու են վճարել։ Մի րոպե, 200,000-ից մինչև որ աշխատավարձն է վճարում։ 500,000։ 500,000-ը վճարում է ինչքան։ Հիմա մինչև 500,000-ը վճարում է 5,500 դրամ։ 5,500 դրամ։ Հիմա, այսինքն փոփոխությունից հետո իրանք վճարելու են հիմնադրամի զինծառայողների ապահովագրության 1000 դրամ, այո, եւ 4500 դրամ վճարելու են, այո, ուղղելու ենք մենք ինքնաբերաբար, ուղղելու ենք առողջության ապահովագրությանը։ Այդտեղ մնում է տակը մնում է 7000 եւ ավել գումար, 7300։ 6300 դրամ։ 6300 դրամ։ Այդ 6300 դրամի հետ կապված ինչ ունենք ասում։ Հաջորդ կտորը նրանք սոցկրեդիտներով 6000 դրամի հետ վերադարձի իրավունք են ստանում։ Իրավունք են ստանում, երբ որ մյուս տարի կամ այս տարի, թե մյուս տարի։ Այս խմբի համար, պարոն վարչապետ, մենք որոշել ենք, որ 26 թվականի ընթացքում նրանք կկարողանան սոցկրեդիտները 26 թվականի համար ստանան։ Հիմա սոցկրեդիտը 26 թվականի համար։ Այդ նշանակում է, որ քաղաքացին կարող է մինչև օրենքով սահմանված ժամկետը մայիսի 31-ներ համընդհանուր հայտարարագիր լրացնելու։ Ո՞վ է հիշում։ Հիմա տարվանը նոյեմբեր էին կարել, մյուս տարվա համար երբ է։ Նոյեմբեր է, էլի նոյեմբեր է։ Այսինքն մինչև նոյեմբեր քաղաքացին կարող է համընդհանուր հայտարարագիրը հաստատել, իր համընդհանուր հայտարարագիրը հաստատել, բայց մինչև այդ ինքը պետքա վճարած լինի չհերիքող 6300 դրամը, ամիսը 6300, ամիսը 6300 դրամը պետք է վճարած լինի, որից հետո այդ սոցկրեդիտը հետ կստանա, հա, ճիշտ է։ Այո, պարոն վարչապետ։ Այսինքն կստացվի, որ ամբողջ 11800 դրամը վճարվեց դուրս եկավ։ Այո։ Շատ լավ։ Հաջորդ սեգմենտը 300 դրամ է մնում տակ։ 300 դրամ է մնում, այո։ 6000 ներողություն։ Բա միջև այդ սոցկրեդիտը, իմիջիայլոց հայտարարագիրը կարող են լրացնել հունվարի 3-ից նույն ժամանակ, չէ՞։ Երբ որորից կարան լրացնել։ Այսինքն գործնականում մարդը կարող է հունվարի, ասենք, այս տարի աշխատանքային օրերը սկսում են մի քիչ ավելի ուշ, կամ էական չի, դա աշխատանքային օրվա հետ կապել չունի, չէ՞, on-line հարթակ է։ Հունվարի 1-ին կարող է համընդհանուր հայտարարագիրը հաստատել, իսկ հունվարի 1-ին լինելու է արդեն բան եղած, որովհետև ՊԵԿ-ը բանա չի անում։ Հա, գեներացված կլինի։ Չէ, կոնկրետ չէ, 1-ին չէ։ Երբ։ Ունենանք ավելի ուշ։ Երբ ավելի ուշ։ Մեկ ամիս մոտավորապես այնտեղ պետք է։ Լավ, փետրվարին կունենանք։ Ավելի կոնկրետ օրը կարող ենք ճշտել, ես տեղեկացնեմ։ Չէ, բայց մոտավորապես ժամկետով։ Լավ, առաջին հունվարին չէ, փետրվարին կարա։ Դե հունվարի 20-ին տեսեք հաշվետվության ներկայացման ժամկետն է դեկտեմբերի։ Դրանից հետո ամփոփվում է, մենք նոր պատկերի ունենում ենք տարվա։ Կինա Օնեսյան, խնդրում եմ պարզաբանեք, մի բան այդքան պարզ չի։ Հունվար, դա փետրվարի 10-ին
կներկայացնի 2025 թվականի հայտարարագիրը, որի համար դեռևս ապահովագրական վճարներ կատարված չեն։ Ինչպես է հետ ստանալու ձեր ասած 6000 դրամը։ Դե այդ նշանակում է, որ տարվա ընթացքում պետքա վճարի, որ հետո հետ ստանա։ Մենք այստեղ պարոն վարչապետ, երբ որ անձը ընդգրկվում է ապահովագրության համակարգ, մենք հաշվարկային փաստաթուղթը նրա վճարման կարող ենք այնպես անել տեխնիկապես, որ ըստ էության ամբողջական գումարը կֆիքսվի նա ինչքան պետք է վճարի եւ 25 թվականի Պարոն վարչապետ, մենք քննարկել էինք, որ 2026 թվականի համար այդ գումարը կսուբսիդավորվի կառավարության կողմից եւ այդ ինչ որ Տիկին Ավանեսյանը ներկայացնում է, արդեն կլինի 27 թվականին։ Այո։ Դա քննարկել, բայց դա այս փաթեթի մաս չի, առանձին որոշումը, որը Շատ լավ։ Հիմա ոնց որ մենք ասել ենք, պայմանավորվել ենք, այս առաջին հատվածը զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոփոխությունը փաթեթի մեջ կլինի, չէ՞։ Այս օրենսդրական փաթեթի մեջ կա։ Մնացած հատվածով մենք կսուբսիդավորենք 26 թվականը, որպեսզի 27 թվականից արդեն քաղաքացին վերցնի այդ գումարը, սկսի վճարել եւ հետ արդեն մեր ասած սխեման կգա, բան կլինի, կսկսի իրար հետ աշխատել։ Չէ, ոնց են կրկնակի տալու։ Եթե հիմա սուբսիդավորում ենք, հետո մեր սուբսիդավորած գումարը Չէ, ինքը այն ժամանակ արդեն 27 թվինն է վճարելու, 26 թվինը չի վճարելու։ 27 թվինն է վճարելու, այսինքն ինքը 27-ին փաստացի, երբ որ փետրվարին կլինի, ինչ այլոց, պարոն Հակոբյան, եկեք դրա մասին էլ մտածենք, թե հնարավորինս ես հասկանում եմ, որ տվյալների մշակման համար ժամանակ է պետք, բայց եթե կարող ենք օրինակ հունվարի վերջ, փետրվար արդեն համակարգը գեներացնել եւ հասանելի դարձնել, այդ ավելի լավ է, որպեսզի նախ բյուջեի ծախսի առումով, որպեսզի տենց հուսուն միանգամից չլինի, որովհետեւ երբ որ բերում ենք մի կուլմինացիա ենք ստեղծում, այսինքն ինչքան սկզբից փակում ենք, այնքան ավելի կուտակումը մեծանում է, այդ խնդիրը լուծենք։ Հիմա այս մասով պարզ է, մեզ հասկանալի է ամեն ինչ պլանավորված։ Թույլ կտակ հաջորդ սեգմենտն էլ ներկայացնեմ 500-ից արդեն 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար զինապահին ուղղվող գումարները կազմում են 8500 դրամ, կշարունակեն վճարել 1000 դրամ, մնացած 7500 դրամը կուղղեն առողջության ծախսին։ Եվ այս սեգմենտի համար սոցկրեդիտների վճարը կշարունակի մնալ ամսական 4000 դրամ, այսինքն մենք իրենց կշարունակենք այն նույն քաղաքականությունը, ինչ որ այսօր կա։ Եվ 1 միլիոն դրամից ավել ստացողները չեն ունենա զինապահից արդեն խնայություն, որտեղ կշարունակեն 15000 դրամը վճարել եւ կունենան 4000 դրամի սոցկրեդիտներով հետ վերադարձի հնարավորությունը։ Բայց մյուսների համար էլ սոցկրեդիտի քաղաքականությունը ըստ էության ինչքան ենք մենք փոխում, որովհետև նախկին մեր այսօրվա որոշմամբ 100,000 դրամ էր, որից 50,000-ը կարող էր լինել առողջապահության։ Այո։ Փոխվում է, մի քիչ է փոխվում էական, մի քիչ։ Փոխվում է միայն 200-ից 500,000 դրամ ստացողների համար եւ 4000-ը դառնում է ամսական 6000 դրամ։ Այո, դե նկատի ունեմ, կրթության կտորն էլ մեկը մնում է այդ պարագայում։ Էլ չեմ ասում, քաղաքացին ինքը ընտրություն ունի, որ կտորի համար օգտագործել կրթության, թե այլ։ Շատ լավ։ Ըստ էության անցանք թեմաների վրայով։ Ինչ բաց թողեցինք, պարոն Գրիգորյան։ Բան ավելացնեմ, պարոն վարչապետ, որ հստակ լինի թվային տեղեկատվություն եւ թղթային տեղեկատվություն։ Գործառնական իմաստով առողջապահական ցիկլի փաստաթղթերում կարող է պահպանվի դեռ թղթային մինչև 28-ը, բայց ֆինանսական շարժերը լինելու են բացառապես էլեկտրոնային տեղեկատվական շրջանառության տիրույթում։ Այսինքն, եթե չկա Արմեդում ներբեռնված տեղեկատվություն, չկա ֆինանսավորում։ Դա երաշխավորելու է հետագծելիություն։ Ես հասկանում եմ, եթե շտապ օգնության բժիշկը չունի պլանշետ, կարող է պատահի ինքը այդ բային անկետան թղթով լրացնի։ Բայց եթե ինքը հետո այդ տվյալը չմտցնի Արմեդ, այդ տվյալը հիմք չի հանդիսանա
որևէ ֆինանսավորման համար։ Ինչը նշանակում է, որ մենք բոլորս պիտի պատկերացնենք, որ ցանկացած գործառույթ, որին հետևելու է ֆինանսավորում, հավերժ հետագծելի է մնալու եւ քաղաքացու համար, եւ բուժ հաստատության համար, եւ ֆիսկալ մարմինների։ Եվ մենք սա շատ ենք կարևորում, որովհետեւ կարծում ենք, այստեղ լուրջ պոտենցիալ կա եւ ավելի կլավացնի ռեֆորմի արդյունավետությունը ավելի բարձր կլինի։ Եվ ավելի ընդհանրական գնահատականով մենք քննարկումների ընթացքում, երբ որ ուզում ենք հասկանանք, թե ծառայությունների որ հատվածի ծածկույթ ենք ապահովում, մենք այն ժամանակ պարզվեց, որ մենք ծառայությունների 30%-ի ծածկույթն ենք ապահովում։ Այսինքն Հայաստանում ինչ բժշկական ծառայություններ կան, դրանց 30%-ը, բայց այս 30%-ը ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայությունների 30%-ն են։ Այսինքն, որպեսզի ավելի հասկանալի ներկայացնեմ, ենթադրենք Հայաստանում կա մենակ մի ուղղություն, չանց ես հասկանում եմ, որ կոռեկտ չի համատությունս, բայց որպեսզի հանրությանն էլ ավելի հասկանալի լինի, տենց եմ վերում։ Ենթադրենք կա 100 տեսակի վիրահատություն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ծածկույթով ապահովում ենք այդ 100 տեսակի վիրահատությունից 30-ը տարբեր ձևաչափերով ընդ որում, այնտեղ կարող են լինել, որ համավճարի հնարավորություն համավճարով լինի, բայց մեր վիճակագրություն ցույց է տալիս, որ այս 30 վիրահատությունը ամենաշատ կիրառությունը եւ ամենաշատ պահանջարկը ունեն 100-ի մեջ։ Եվ այն մնացած 70-ի հետ կապված քաղաքացիները արդեն այլ ձևերով պետք է առնչվեն այդ դեպքերի հետ։ Սա է տրամաբանությունը։ Իհարկե ծածկույթները, մնացած կարգավորումները դեռ հնդածը շատ փոփոխություններ կկրեն, որովհետև պրակտիկան իր հետ կբերի նոր խնդիրներ, կբացի նոր հնարավորություններ, ի հայտ կգան նոր տեսադաշտեր, որ մենք այս պահին դեռ չենք տեսնում դրանք եւ այլն, այսինքն ինքը դինամիկ զարգացող համակարգ է լինելու, ել չեմ ասում, տեսեք, մենք շատ մտածել ենք այդ 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացողներից ներառելու եւ ավելի ցածր աշխատավարձ ստացողներին չներառելու պահը, եւ այստեղ խնդիր կա իհարկե, բայց այդ խնդիրը ուրիշ կողմել ունի։ Մենք ուզում ենք լրացուցիչ խթան ստեղծել, որպեսզի աշխատողները իրենց գործատուներին չեմ ուզում կոպիտ բան ասեմ, հա, բայց ստիպեն, որպեսզի աշխատավարձերը ֆիքսվեն, որովհետև կա ստվերային աշխատավարձ ինստիտուտ ցավոք դեռևս Հայաստանում, բայց մենք ուզում ենք խթանենք, որպեսզի մարդիկ իրենց գործատուներին ստիպեն, որպեսզի ամբողջ աշխատավարձերը ֆիքսի։ Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես գրանցված չեն որպես աշխատող, ստիպեն, որպեսզի ֆիքսվի աշխատավարձը եւ մարդիկ օրինական դաշտում գործեն, որպեսզի այս հնարավորություններից օգտվեն։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Ավանեսյան, իսկ հետագա մեր ժամանակացույցը ինչպիսին է մինչև 28-ի, խնդրեմ դա էլ ներկայացնեք եւ այդ 18-ից 65 տարեկանները ինչպես են օգտվելու այս ամեն ինչից, իրենց էլ այդ ծառայությունները հետագայում հասանելի լինեն։ Նախ 18-ից 65 տարեկանները աշխատող են, ենթադրում եմ, որ նրանք ովքեր աշխատող են եւ մենք ընդհակառակը մեր քաղաքականություններով հիմա փորձում ենք այնպես անել, որ թոշակառուների խթանենք, որպեսզի նրանք աշխատեն։ Թոշակային տարիքի մեկնարկից մինչև 65 տարեկան սեգմենտը ամենաաշխատունակ, ամենագործունակ հատվածն է մեր թոշակառուների եւ մենք մեր քաղաքականություններով ուզում ենք նրանց քաջալերել, որպեսզի նրանք աշխատեն։ Մյուսներին էլ ենք ուզում քաջալերել, որ աշխատեն։ Եվ նրանք, ովքեր աշխատում են եւ գրանցված չեն, ուզում ենք իրանց էլ քաջալերենք, որ աշխատեն։ Նրանք, ովքեր անհուսալի վարկեր ունեն, այդ պատճառով աշխատող չեն։ Դրա համար մենք անհուսալի վարկերի ծրագիրն ենք ներդրել, որ իրանք եւ աշխատեն եւ անհուսալի վարկը փակեն եւ ներառվեն առողջության ապահովագրության մեջ։ Բայց մեծ հաշվով նրանց
ովքեր չեն աշխատում 18-ից 65 տարեկան են, չեն աշխատում, սոցիալական խմբի անդամ չեն, նրանց կյանքում բան չէ փոխվում։ Այսինքն ոնց կար, տենց էլ կա։ Այսինքն մեր քաղաքականությունն է, որ նաև լրացուցիչ խթաններ ստեղծենք, որպեսզի իրանք աշխատեն։ Համեցեք։ Եթե թույլ տաք, պարոն վարչապետ, շատ կարևոր է, որ այս համակարգը ի վերջո խթանի աշխատելը եւ աշխատող ու վճարող մարդկանց վարքագիծը եւ դա է դրվել հենց սկզբունքը։ Մեզ համար աշխատել չաշխատելու որպես այդպիսի կատեգորիա մենք չունենք։ Եթե անձը ընդգրկված չէ անապահովության համակարգում, 18-ից 65 տարեկան է, ապա նա պետք է իր համար ապահովագրավճարը վճարի։ Եթե անձը աշխատում է եւ ըստ էության, պարոն վարչապետ, ստանում է այսպես ֆորմալ աշխատավարձ, այսինքն հայտարարագրում է իր եկամուտները, հակառակը մենք նրան հնարավորություն ենք տալիս այդ հայտարարագրածից մեծ մասը հետ վերադարձի պես ստանալ։ Այսինքն մեր հիմնական նաև շատ սկզբունքային կետերից էր, որ մեր խրախուսման մեխանիզմները հենց այս վարքագիծը խրախուսեն եւ ոչ թե աշխատել չաշխատելու հարցը դրվի։ Տեսեք, շատ հետաքրքիր թեմայի անդրադարձակ տիկին Ամասյան։ Ենթադրենք մարդը ինչ որ ձևով աշխատում է, ինքնազբաղված է, ինքը եկամտահարկ չի վճարում։ Այսինքն ինքը պետության համար ինքը չաշխատող մարդ է։ Ինքը ինչ հնարավորություն ունի, ինքը հնարավորություն ունի համընդհանուր հայտարարագրով հայտարագրի իր աշխատածը, վճարի եկամտային հարկը, ձեռք բերի վճարի առողջության ապահովագրության համար եւ այդ վճարածի հատվածը ինչպես մյուսները հետ ստանա։ Բայց եթե մարդը ինքը հարկային գործակալ այդ դեպքում ո՞նց է մարդը վճարելու, որովհետեւ հիմա ենթադրում եմ, որ մյուս աշխատողներին մենք տեսնում ենք եւ իրանց եւ մյուս շահառուներին եւ իրանց ինքնաբերաբար ներառելու ենք համակարգի մեջ։ Երբ որ հիմա մարդը որոշեց, որ ասեցա ոնց որ հետաքրքիր բան է, ես գնամ եկամուտս հայտարարագրեմ կամ հայտարարագրած եկամուտս հաստատեմ, ինքը որ խողովակով է գալու ինտեգրվի համակարգին։ Պարոն վարչապետ, ինքը եթե անհատ ձեռնարկատեր է, ապա անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքը կհանդիսանա իր հարկային գործակալը, ինչպես այսօր է թե հաշվետվություններ է ներկայացնում եւ թե վճարումներ անում։ Եթե անհատ ձեռնարկատերել չի, ուղակի անհատ է, որը 28 թվականից կընդգրկվի, այսինքն մեր վերջին խումբն է, դա գյուղացիական տնտեսություններում զբաղվածներն են եւ այլն, անձը ինքը պիտի ուղիղ վճարում իրականացնի ապահովագրական հիմնադրամին ամսական նույն կտրվածքով։ Եվ այստեղ հենց պարոն վարչապետ ներողություն կոմունալ վճարի նման պետքա վճարի։ Այո, այսինքն մենք երրորդ տարում գալու ենք նրան, որ ինչպես ասացի, եթե անձը սոցխումբ չի, հաշմանդամ չի, տարիքը 18-ից 65 է, միևնույնն է պետք է վճարի ապահովագրության համար։ Հիմա շատ ավելի լավ է, որ նա իր եկամուտները հայտարարագրի եւ ընկնի պետության մյուս աջակցության, այսինքն խրախուսման հատվածի մեջ եւ կարողանա սոցկրեդիտներից օգտվի եւ այլն եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Համեցեք մանթոր։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես կարճ կլինեմ, բայց երկու կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Նախ սա իրոք ամենամեծ բարեփոխումն է մեր անկախությունից ի վեր առողջապահական համակարգում եւ պետք է մենք գիտակցենք դա եւ ամենամեծ բարեփոխումներից մեկն է ընդհանրապես մեր երկրում տեղի ունեցած։ Այս շատ կարևոր է, ինչու եմ ասում, որտեվ 90-ականների կեսից էս փորձ է արվել ներդրվել, բայց չի ստացվել ու մենք հույս ունենք, որ մեր մոտ կստացվի։ Եվս մեկ փաստարկ, որ անհետաձգել է։ Երկրորդը, տեսեք, մենք թռուցիկ ենք անցնում քաղաքացիների խմբերի, որոնք որ ներառվում են համակարգ, բայց այդտեղ շատ կարևոր մի արձանագրում եմ ուզում անենք։ Մենք նշում ենք հատկապես 65+-երի մասով, դա մոտ 400,000-ից ավել քաղաքացիներ են, որոնք այսօր մի մասը առնվազն չունեն, եթե այլ կարգավիճակ չունեն, օրինակ հաշմանդամության խումբ կամ անապահովության բալ։ Եվ երբ որ մենք նաև մեր քաղաքացիներից լսում ենք, թե օրինակ ինչու չենք բարձրացնում կենսաթոշակները այնքան, որ ավելի հեշտ լինի իրենց կարիքները օգնել, դրա մի
ծանր մասը կամ մեծագույն մասը հենց առողջապահական ծառայություններն են։ Եվ մենք այո, թեկուզ այլ գործիքներով բարձրացնելով կենսաթոշակը հետվճարի համակարգով ինչ որ չափով, մենք հնարավորություն ենք տալիս մեր 100,000-ավոր քաղաքացիների օգտվել այն ծառայություններից, որոնք կյանք փրկող են եւ որոնք ամենամեծ բեռնեին իրենց ծախսերի մեջ։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ սա դրանով նրանք նաև գումար են ազատելու իրենց այլ կարիքները եւ ոչ միայն իրենք, նաև իրենց ընտանիքի անդամները, երեխաները եւ կամ հարազատները։ Եվ վերջում մի բան էլ ենք անում, որ մենք հիմա երրորդ կարգ ունեցող հաշմանդամներին եւ միջին ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիներին, որոնք էլի թվով շատ են, մոտ էլի 100,000-ի կարգի, տալիս ենք ամենամեծ փաթեթը՝ ի տարբերություն այսօրվա գործող ավելի փոքր փաթեթի, առնվազն 2 տարով, որպեսզի նաև նրանք էլ հասկանան, թե ինչ լավ է առողջության ապահովագրությունը, հետագայում իհարկե որոշումներ կկայացնենք այդ մասով։ Այսինքն մենք շատ մեծ ընդլայնում ենք այս սոցիալական երաշխիքները, ես հաշվեցի մոտ 800,000 քաղաքացու համար։ Իմիջայլոց պետպատվերով հիմա թոշակառուների 65+ թոշակառուների քանի հոգի է, որ շահառու է։ Պարոն վարչապետ, մենք այդպիսի շահառուների խումբ չունենք, եթե մարդը հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ չունի եւ այլ անապահովության բալ չունի, թոշակառուն մեզ համար պետպատվերով ծառայություն չի ստանում։ Այսինքն ստացվում է, որ մենք կարող է պարզվի, իհարկե շատ մոտավոր աչքաչափով եմ ասում, կարող է պարզվի 350-400,000 թոշակառուի համար բացում ենք ծառայությունը, հասանելի ենք դարձնում, որը իրանց համար հասանելի չէր, կարող է պարզվի 450,000-ը, կարող է պարզվի 350,000-ը, կարող է պարզվի 300,000-ը, բայց որ թվի կարգը այսպեսին է, այդ միանշանակ այդպես է, միջավայրով մենք այս շեշտադրումը չենք կարել, որ նախկինում պետպատվերի մեր համակարգը 65+ թոշակառու շահառուի խումբ չունի, ինքը պետք է լրացուցիչ հաշմանդամություն, սոցիալական որոշակի խումբ, որպեսզի հիմա մենք ուղղակի մի քայլով 65+ բոլոր թոշակառուներին ներառում ենք համակարգ։ Եվ սա շատ կարևոր է նաև մեր բյուջեի քննարկումների տրամաբանության, մեր ծրագրերի եւ դրանց կատարման, որտեվ եթե բառացի ենք վերաբերվում, եկեք գնանք տողերը կարդանք, տեսնենք ինչ են գրել, ինչի մասին են գրել եւ այդտեղ կտեսնենք, որ բովանդակային առումով շատ հետևողական եւ հսկայական բան է, որովհետեւ 65+ տարեկան մարդ ամենաշատը ամենակարևոր ծախսը եւ ամենաշատ ծախսը ինչի մասին է, դեղերի մասին է, առողջապահության մասին է։ Եվ կներեք ինչ որ առումով, եթե պարզի որ ծխելու հատվածն է մի ուրիշ մասը, հա այդ թվում մենք կարող ենք ասել, գիտեք ինչ, մենք այդքան էլ հակված չենք այդտեղ լրացուցիչ ֆինանսավորում անել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր ասածը եւ պարոն Թորոսյանի ասածը այլ կերպ հաշվապահորեն ասելով կարելի է ասել, որ մենք թոշակները բարձրացնում ենք 10,800 դրամով եւ այդ 10,800 դրամը ուղղում ենք որպեսզի ապահովենք այս համակարգի, այսինքն այդ ծառայությունների մատուցումը։ Եվս մի բան էի ուզում ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործառնությունները գրանցվելու են Արմետ համակարգում եւ on-line ըստեյության ամեն ինչ տեղի ունենալու, կարծեմ այստեղ կարևոր լինի նաեւ live, այսպես ասած, հասանելիություն ունենալ այդ տվյալներին, որպեսզի ֆինանսական հոսքերը նաև մեր բյուջետավորած այն ինչ որ մենք պլանավորում ենք, կարողանանք հնդածս տեսնել այդ ծախսերի ռիսկը կառավարելու նաև նպատակով, որպեսզի ասենք չանցնի 3 ամիս, նոր մենք հաշիվները տեսնենք, այսինքն ընթացքում կարողանանք տեսնել, թե ինչպիսի ֆինանսական հետևանքներ է գեներացվում։ Հիմա տեն չի նախագծվում։ Պարոն վարչապետ, այո, հաշվապահական եւ ֆինանսական եւ դեպքերի թվերի եւ բաշխվածության մասով մենք ըստ էության այսօր էլ ֆինանսների նախարարությանը այդ հնարավորությունը տվել ենք եւ շարունակելու ենք տանք հաշվետվողականության ինչ ձևաչափ որ ուզենք, մենք կարող ենք տվյալներից ստանալ։ Շատ լավ, համեցեք, պարոն Գրիգոր։
Ավելին ասեմ, կտանք հասանելիություն եւ ոչ մի հաշվետվության կարիք չկա, ինչ ուզի ֆինանսների նախարարությունը իր անալիտիկայով մեջ կնայի, պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ այնուամենայնիվ երևի Տիկին Ավանեսյանը կշարունակի, բայց ամենակարևոր հարցը չասեցինք։ Ինչ հարց ենք մենք լուծում մարդկանց համար, մեր համար։ Այդ ֆինանսական մոդել շահառուների թիվ եւ այլը դա իհարկե շատ լավ է, շատ կարեւոր է, բայց հիմնական խնդիրը, որ այսօր ենք լուծելու է, դա մեր կյանքի որակն է եւ մեր առողջապահության որակն է։ Ինչու՞, որովհետեւ այսօրվա իրականության մեջ չունենալ էլեկտրոնային կուտակված տեղեկատվություն քո առողջապահական կենսագրության մասին նշանակում է առնվազն, որ բուժումները, որ ստիպված է մարդ ստանալ, էֆեկտիվ չեն, կամ այդքան էֆեկտիվ չեն, ինչքան որ էֆեկտիվ կլինեն, եթե բժիշկը հնարավորություն ունենա ծանոթանալ քո առողջապահական կենսագրությանը։ Մենք ինքներս էլ չենք հիշում, ինչ դեղ ենք խմել մեր կյանքում, ինչից ենք բուժվել, ինչ հիվանդություն ենք ունեցել եւ այլն եւ այլն։ Սա մեծ խնդրեմ է այսօր։ Այսօր մեր առողջապահական ծախսերի մի զգալի մասի պատճառը նա է, որ մենք բուժում ենք մոտավորապես, ոչ մեկին չեմ մեղադրում, մենք բուժում ենք մոտավորապես օբյեկտիվ պատճառներով, որովհետև չկա տվյալ, որը ասում է, որ այս մարդը ծնված օրվանից ունեցել է այս հիվանդությունը, ունեցել է այս վիրահատությունը եւ այլն, այս ռեֆորմի իմաստով սա կարևորագույն հարցն է, որ մենք վերջապես լուծելու ենք եւ դա շատ կարեւոր է եւ ի վերջո ես կարծում եմ կրկնեմ նախ կարեւոր է մարդու կյանքի որակի համար։ Երկրորդը, որ այսօրվա իրականության մեջ անոմալիաներ չնկատել կենսագրությունների մեջ խմբային ու դրան չանդրադառնալ արդեն չի կարելի ուղղակի առողջապահությունում, որովհետև սա նաև հնարավորություն է, որպեսզի մենք կանխենք հիվանդությունների տարածումը եւ նաև մեթոդաբանությամբ տարածենք ճիշտ արդյունավետ բուժման պրոտոկոլը, որովհետև Արմեդը այդ ինֆորմացիան ուզենք թե չուզենք ինքը զորով տալու է, պարոն վարչապետ։ Թվում փորձի վերլուծության վրա։ Տեսեք, հիմա որ ասեմ ներողություն ահռելի գիտական ինֆորմացիա էլ է։ Ահռելի այն գործընկերները, մասնավորապես ֆրանսիացի, որոնց հետ քննարկել ենք, այսօր այն, որ այդ բազան արհեստական բանականությունը մշակում է ու տալիս է պատրաստի լուծումներ, դա էլ ռոմանտիզմ չի կամ սիրուն խոսքեր չի, դա փաստ է։ Դա փաստ է։ Այդ իմաստով ես կարծում եմ, այս ռեֆորմը շատ կարևոր է եւ շատ լավ է, որ մենք շանս ունենք հունվարի 1-ից մտնել։ Ես ինչի եմ սա ասում, որովհետեւ կրկին ուզում եմ կարևորեմ, որ այս ռեֆորմի ամենամեծ նվաճումը նա է, որ մենք ունենալու ենք էլեկտրոնային առողջապահություն, ոչ թե թղթային, որովհետեւ թղթային առողջապահությունը չի ապահովում, չի երաշխավորում այն որակը, որը վստահ եմ, որ հունվարից սկսի երաշխավորել էլեկտրոնային համակարգը։ Պարոն Գրիգորյան, դա ասենք ինչի չի ապահովում թղթայինը, որովհետև թղթային առողջապահության այդ տարբեր մատյանները, թղթերը եւ այլն, որևէ էջ ինքը ինքնաբերաբար չի բացվում եւ բժշկին առաջ չի հիշեցնում իրան։ Ասենք չի գալիս այդ մատյանը թռնում դիմացը 10-ի տես ստեղ մի հատ սենց բան կա։ Իսկ էլեկտրոնայինը բերում է։ Երբ որ էլեկտրոնայինը տեսնում է թե ինչ թեմայի է հետ աշխատում, այսինքն իհարկե պատշաճ ծրագրավորում, ինքը արդեն բերում է, ասում է մի րոպե, այստեղ բժիշկ գիտես, այստեղ մի հատ տվյալ էլ կա, այստեղ մի հատ տվյալ էլ կա եւ ձեր ասածը, որ ասենք օրինակ այս մարդը 11 տարեկան հասակում օրինակ ունեցել է, չգիտեմ, ողնաշարի տրավմա կամ ալերգիա կամ չգիտեմ, եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մարդը դեպքեր կան, չէ, լինում են, որ Աստված առողջություն տա, անփորձանք բոլորը, բայց մարդը գիտակցության մեջ չի։ Հարազատներն են խոճապի մեջ են։ Բժիշկը պետք է հնարավորություն ունենա այդ մարդու հետ հաղորդակցվել աշխատելու։ Թղթի տվյալը դրա հնարավորությունը չի սահմանափակ հնարավորություն է տալիս։ Այդտեղ որ օպերատիվություն կա, հələ հաստահայտնի չէ թուղթը որտեղ է։ Այդ թուղթը կարանք բերենք հասցնենք շտապ օգնության կամ դեպքի մոտակա բանը առողջապահական հիմնարկը։ Իսկ այդ դեպքում որտեղ մարդն է, իր տվյալը հենց այն առողջապահական հիմնարկումը, որտեղ ինքը կամ իրան տեղափոխել են կամ ինքը մտել է։ Իհարկե էլ եմ ասում, մենք այս ամեն ինչի մասին խոսում ենք, եկեք ասենք, որ
այո, լիքը բան է լինելու, որ հենց հունվարի 1-ից սենց չի աշխատելու։ Ընդ որում անեինք բանի ենթադրենք սեպտեմբերի 1-ից էլի լինելու էր, որովհետև ասում եմ, բարեփոխում պետքա գա, իր խնդրին կյանքում հանդիպի, որ ինքը սկսի կենթանանալ։ Բայց այս նախագիծը, որը մենք պետքա իրականացնենք, եւ այո, պետքա հետեւողական աշխատենք եւ բերենք հասնենք կետի։ Համեցեք պարոն Խաչատրյան։ Վարչապետ, ըստ էության խոսվեց արդեն այն մասին, ինչի մասին ես ուզում էի նշել, պարոն Թորոսյանը սկսեց այդ հարցին մոտենալ, մենք երբ որ իհարկե սա նաև կառավարության ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը, երբ որ ազգային ժողով տանենք այն ժամանակ կարելի արդեն քանակապես ճիշտ չափել եւ ասել, բայց այն բազմաթիվ մարդիկ, ովքեր 65 բարձր թոշակային տարիքում են եւ արդեն նշվեց, որ իրենցից շատերը այսօր այդ առողջապահական ծառայություններին հասանելիություն չունեն, այս եղանակով իրականում միջին կենսաթոշակի ավելացում են ստանում, որովհետեւ այն ինչ որ երեք պարոն Թորոսյանն էլ իր զեկույցում ազգային ժողովում նշեց, ասաց երկու ցուցանիշ կա այնտեղ, մեկը նվազագույն թոշակ եւ սպառողական զամբյուղի արժեք եւ միջին կենսաթոշակ եւ սպառողական զամբյուղի արժեք։ Մենք այն ժամանակ հաշվետվությամբ կպարզաբանենք նաեւ թե ում վրա է դա անդրադարձել եւ ըստ էության դա լուծում է նաեւ կարեւոր ծրագրային այդ խնդիրը եւ խոստումը։ Շատ լավ, իմիջիալոց խորհրդանում վիճկոմին լավ քննադատում էին, դուք այնտեղ չէիք, պարոն Մնացականյան, որ արձագանքեիք, բայց ես առաջարկել եմ, որ դուք գնաք իրանց այդ հանդիպումների ժամանակ արձագանքեք։ Էլ ասում են, որ մենք ձեր վրա ճնշումներ ենք գործադրում, որ դուք թվեր նկարեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ։ Հա, պարոն։ Գալի։ Լսում եք քննարկումները թե չէ։ Ոչ միայն լսում ենք, այլ նաև արձագանքել ենք, արդեն հրապարակվել է եւ շատ կոնկրետ, փաստարկված ձևով, պարոն վարչապետ։ Վիճակագրական կոմիտեն հիմնազուրկ է որակել ընդդիմադիր падգամավորի մեղադրանքները, հրապարակվել է փաստարկված բոլոր հիմնավորում։ Եթե կարելի է մի բան էլ էստեղ ավելացնեմ, եթե թույլ կտաք։ Հա, կարճ խնդրում եմ ուղղակի։ Ջորջթաունի համալսարանը, երբ որ ամերիկյան Medicare համակարգն էր կիրառում, շատ հետաքրքիր թվեր բերեց, որ 70-ականներին նույն կուրսի 17 բժիշկների նույն արյան անալիզն էին տվել ախտորոշման համար, 8 տարբեր ախտորոշում էին ստացել։ Իսկ 2000-ականների կեսին, երբ որ թվայնացրել են, այլ շրջանավարտների արդեն նույն ախտորոշումն են ստացել, այնպես որ թվայնացումը օգնում է, իհարկե արհեստական բանականություն այն ժամանակ դեռ չկար։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված ուրիշ էլ ինչ դիտարկում ունենք։ Տիկին Ավանեսյան, այսքան շատ քննարկում ենք, խոսում ենք եւ հարգելի գործընկերներ, պետք է շարունակել քննարկումներ, շարունակել լուսաբանել, որովհետեւ ինքը իրոք շատ մեծ ծավալ է, այս մենք ժամերով էլ խոսանք, կարող ենք խոսալ եւ էլի հարցեր կծագեն, արդեն հարցերը կվերաբերվեն կոնկրետ ծառայությունների համավճարի դեղեր ձեռք բերելու եւ այլն եւ այդպես շարունակ համակարգերին անընդհատ պետքա մարդիկ պետքա իմանան ինչի մասին ենք մենք խոսում, որովհետեւ կարող է մեր ողջևորությունը այս բարեփոխումից կարող է կողքից տպավորություն այդ ողջևորությունը եւ իրական ծավալների մեջ անհամապատասխանություն տեսնեն մարդիկ, եթե պիտի տեսնեն, այսօրվանից մենք իրանց դրան պիտի պատրաստենք։ Համեցեք։ Վարչապետ, մենք մի հարցի մասին խոսեցինք, այսօր Տիկին Ավանեսյանն էլ իհարկե այդ մասին նշեց, այս ծառայությունների դեպքում համավճարը ինչ դեպքում կառաջանա եւ ինչպես պիտի գործի։ Ներողություն եմ խնդրում, պարոն Խաչատրյան։ Համավճարը ես մեր հանրության համար եմ ասում, այն է, որ մի մասի համար վճարում, այսինքն 100 դրամ է, կապված տոկոսներից 70-ը վճարում է հիմնադրամը, 30-ը վճարում է քաղաքացին, կամ դեպքեր կարող լինեն 30-ը վճարում հիմնադրամը, 70-ը վճարում է քաղաքացին։ Ես հիշելով մեր աշխատանքային քննարկումները մի շատ կարևոր բարձրաբանում եմ ուզում անել։ Տիկին Ավանեսյանի եւ գործընկերների համոզմունքը նա է, որ յուրաքանչյուր վճարվող ծառայության դեպքում պետության եւ ապահովագրական համակարգի հատուցման չափը սահմանված է այնպես, որ որոշակի հանգամանքներում
ապահովում է ամբողջ ծառայության դիմաց վճարը, օրինակ որոշ դեղանյութի հիմքով ստեղծված դեղաբիջոցի կիրառությամբ։ Այնուամենայնիվ, բժշկական հաստատությունը կարող որոշի, որ կամ բուժառում ինքը կարող որոշի, որ դրա փոխարեն մեկ այլ եղանակով է ցանկանում իր բուժումը ստանալ։ Եվ որովհետեւ նա կարողանա հասկանալ իր այդ վճարի չափի մեջ ինչն է ներառված, ինչը չի ներառված, կարող է կիրառության ընթացքում գանք հասնենք մի կետի, որտեղ պետք լինի մեր հաղորդակցման բանաձևերը փոխել։ Ոչ թե ասել, որ այս պրոտոկոլի մեջ ներառված է այս դեղանյութը, այս դեղի տեսակով, եւ եթե դուք դա եք փոխում, այդ դեպքում առաջանում է, այլ բոլորը պետք է համոզվածություն ունենան, որ ստանդարտ եղանակով հատուցումը ապահովագրական թույլ է տալիս բուժման էֆեկտիվ ընդորում մասնագետների համոզմամբ տարբերակ ընտրել, բայց եթե տվյալ բժշկական կազմակերպությունը կամ բուժառում որոշում են այնտեղ ավել վճարել որոշակի պայմանների դեպքում, այդ համավճարը հնարավոր լինի պարզեցված կանոններով կիրառել։ Ես այսօր չեմ առաջարկում այդ հարցը բացել, բայց դա կիրառության մեջ առաջ եկող հարց է դառնալու։ Գործընկերներին խնդրում եմ հետևել այդ վիճակագրությանը, որովհետև ինչքան շատ հարցեր վերաբերեն դրան, իսկ ես կարծում եմ շատ հարցեր են վերաբերելու դրան, այնքան մենք ավելի շատ կհասկանանք, թե այդ ճանապարհը ինչպես է ավելի ճիշտ անցնել։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, քվեարկության անհրաժեշտություն չունի, բանն եք ավելացնելու։ Չէ, պարոն վարչապետ, ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ամբողջ կառավարությանը եւ գործընկերներին, որտեվ այս բարեփոխման վրա աշխատել ենք բոլորս եւ այն միասնական աշխատանքի արդյունք է։ Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն